ուղղակի մի ճշտող հարցել, արդյոք ուշադրություն եք դարձել ընտրացուցակներին, որովհետև բաներ կան, որ վերջին պահին գրանցում են նոր ընտրողների, նաև ունենք արցախցիների հարցը, մարդիկ Պետրոսյանը կպատասխանի։ գրանցված են այդ հասցեն կամ չէ։ Սա հենց ասած է, թեժ գծի համարով հիմնական զանգողները արցախցիներ են լինում, որոնք ցավոք սրտի տեղյակ չեն իրենց իրավունքների մասին, շատ շնորհակալ եմ։ Խոսեմ։ Շնորհակալություն հարցի համար, մեր հենց այդ հեռախոսահամարին հիմնական զանգողները մեծ մասամբ արցախցի մեր հայրենակիցներն են, ովքեր տեղյակ չեն Հայաստանի օրենսդրությանը եւ չգիտեն նույնիսկ կարող են մասնակցել թե ոչ, պարզաբան են, որ այն արցախցիները, ովքեր չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց վերջին 1 տարին առնվազն գրանցված են եղել այդ համայնքում, որտեղ ընտրություններն է, վաղաշաբաթ խոշորացված համայնքում, եթե հանկարծ իրենք տեսնում են, որ ընտրացուցակներում իրենք չկան, դեռ ժամանակ կա, այսօր էլ վաղն էլ կարող են իրենք դիմել համապատասխան իրենց տարածքային ոստիկանության մարմիններին եւ լրացուցիչ ցուցակներով կարողանան ընտրելու իրենց իրավունքը վերականգնեն։ Իսկ ցուցակներում այսպես ասած վերջին պահին գրանցված մարդիկ Տեսեք, քանի որ օրենքի պահանջը առնվազն, որ վերջի 1 տարին պետքա գրանցված լինեն, այս դեպքում չի գործում։ Մենք ցուցակները մոնիտորինգ արել ենք, իրականում հանդիկներ չկային ցուցակներում, եթե այդ նկատի ունեք, ենթադրում դա եք հարցնում, այո, հանդիկներ չկային, այլազգիներ կան, բայց այն թիվը չի, որ ենթադրես, որ կարող է միտումնավորեն ավելացված։ Ամեն դեպքում շատ շնորհակալություն հարցի համար, ելի կրկնեմ, որ արցախցիները, ովքեր առնվազն 1 տարի գրանցված են նշված ընտրատարածքում, կարող են մասնակցել, եթե անունները ցուցակներում չեն տեսնում, խնդրում ենք թող դիմեն համապատասխան ոստիկանության մարմիններին տեղական լրացուցիչ ցուցակներով իրենց իրավունքը վերականգնեն։ Ես գուցե ավելեմ, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքում 4,500-ից ավել արցախցիներ են բնակվում, որոնց կարելի է ենթադրել առնվազն մոտավորապես 3,500-ը կարող են ընտրական իրավունք ունենալ, որտեղ դա նաև իսկապես գրանցման տևողությունից է կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում, ուստի մենք օգտվելով առիթից ուզում ենք մեր հայրենակիցներին կոչ անենք, ստուգեք, եթե դուք չկաք ցուցակներում, բայց դուք արդեն 1 տարի եւ ավել ապրում եք այդտեղ եւ օրինականորեն գրանցված եք, դուք ընտրությունների մասնակցելու իրավունք ունեք, ձեր իրավունքը անպայման իրացրեք, դիմեք կամ ոստիկանության մարմիններին կամ համապատասխան հանձնաժողովներին, եթե այդ ճանապարհը չի ստացվում, պետք է նաեւ ձեզ հիշեցնել, որ կա մեր մոտ հատուկ կարգ, որով կարելի է դիմել դատարաններում եւ շատ արագացված կարգով վերականգնել ընտրական իրավունքը, ուստի դա էլ պետք է անել, ավելին ձեզ ասեմ, մեր թեժ գծով մենք կաջակցենք նաեւ այդ աշխատանքին, որպեսզի մարդիկ իրենց ընտրական իրավունքը վերականգնեն։